Սիրելի ջրհոսներ, ողջույն։ Այսօր մայիսի 28-ն է իմորացիով Յուպիտերի օրը, ահա, եւ Յուպիտերը, տեսեք, շատ կարևոր է, ինքը կհայտնվի արդեն 30-ին, հունիսի վերջին կհայտնվի ինքը ձեր հակադիր նշանում։ Ինչպես արդեն հասկացաք, ես ներկայացնելու եմ հունիս ամսվա համար կանխատեսումը, որը վերաբերում է առաջին հերթին ասցենդենտի նշանով ջրհոսներին, որը պայմանավորված է ձեր ժամի ճշգրիտ իմացությամբ, եւ հետո արևի նշանով այդ երկուսը միացնում եք եւ տվյալ ամսվա համար կանխատեսումը ձեզ պարզ է լինում, իսկ տվյալ ամիսը փաստորեն հունիս ամիսն է, իսկ հունիսին Յուպիտերը հայտնում է ձեր հակադիր նշանում հունիսի 30-ին, երբ տեղի կունենա լիալուսինը, հենց նույն օրը գիշերը կլինի լիալուսինը եւ հետո արդեն Յուպիտերը կմտնի ձեր հակադիր նշան։ Ահա, կարևոր իրադարձություններից հունիս ամսվա համար առանձնացրել եմ Մերկուրին, որը խեցգետնի նշանում ինքը դառնալու է հետընթաց, դա իհարկե ձեզ համար կարևորվում է, ինչպես նաև Մերկուրին կփոխի հենց հունիսի 1-ին կփոխի իր նշանը, Յուպիտերը ինչպես հասկացաք փոխվեր նշանը, Վեներան կփոխի մտնելու է նորից տեղավորվելու ձեր հակադիր նշանում եւ իհարկե Մարսը եւ Արևը անպայման իրենք փոխելու են իրենց նշանները եւ իհարկե ունենք նորալուսին, լիալուսին։ Ինչպես հասկացաք արդեն հունիսի 1-ից Մերկուրին կմտնի ձեր ուրեմն 6-րդ տուն, այստեղ դուք ուշադրություն եք դարձնում ձեր աշխատանքին, հատկապես նրանք ովքեր աշխատում են սպասարկման ոլորտում, ուշադիր եղեք այդտեղ հարաբերություններում, հնարավոր է հանդիպեք նաև ձեր աշխատանքի բերումով ձեր հին ծանոթներին, ձեր ընկերներին, դիմեք, վերականգնեք հարաբերությունները, եթե մասնավորապես եթե քաղաքից քաղաք եք, երկրից երկիր եք տեղափոխվել, այդպես, որովհետև հենց այդտեղ ինքը լինելու է հետընթաց ամսվա վերջին մինչև հուլիսի 24-ը եւ դուք այստեղ բնականաբար անելիքներ ունեք, պիտի վերանայեք, հասկանաք, ինչ կարող եք ավելացնել, ինչ կարող եք փոխել, ինչ նորամուծություններ կարող եք անել, ինչպիսի հարաբերություններ, որպեսզի կարողանաք, ասենք, ձեր բիզնեսը ավելի լավացնել, ինչքան մարդներ գրավել եւ այլն, այսպիսի հարցեր կլինեն եւ արագացրեք այդ հարցերով զբաղվեք, որովհետեւ արդեն Յուպիտերը դուրս է գալու ամսվա վերջին, այնպես որ Մերկուրին, ինչպես տեսնում եք, ձեզ կօգնի, որ դուք կարողանաք ձեր գործերը բարելավել, եթե իհարկե ճիշտ ուսումնասիրություն անեք, ապա ամեն ինչ լավ կարող է լինել, իսկ նրանց համար, ովքեր ունեն առողջական խնդիր, անպայման իրենք, այստեղ գիտեք, կարող է մարսողության հարցեր լինեն եւ մարսողության հարցեր եւ լավ, այսքանով բավարարենք, այսպիսի հարցեր են լինելու, այնպես որ մասնապես եթե ասենք արևի նշանով կարիճ եք, այս դեպքում միանշանակ մարսողության թեման կլինի եւ դուք ուշադրություն պիտի դարձնեք անպայման այս հարցին դիմել բժշկի եւ այն էլ մի քանի տեղ հասկանալու համար ինչումն է խնդիրը, վերանայել ձեր ուրեմն սննդակարգը, որպեսզի խնդիրներ չունենաք, դա ձեզանից պահանջվում է անպայման, եթե ասենք հարկ լինի որոշակի ուրեմն միջամտություններ եւ այլն, սա կարծում եմ հունիսի վերջին դուք որոշակի այդպես ուրեմն հարցերի առաջ կկանգնեք եւ այդ հարցին անպայման լուծում կտաք, սա շատ կարեւոր է։ Հիմա նորալուսինը տեղի կունենա հունիսի 15-ին, արևև լուսինը կմիավորվեն 25 աստիճանում Հայաստանի ժամանակով առավոտյան 6:33 եւ այն կլինի երկվորյակի նշանում։ Ես ուզում եմ նշել ասցենդենտով ջրհոսների համար, որ ես զգուշացրել էի ձեզ, որ ամիսներ առաջ, որտեվ ես ժամանակից շուտ եմ ներկայացնում տվյալ ժամանակից, բավականին շուտ ես զգուշացնում եմ, որ հարաբերությունները այսուհետ կարող են լինել կարճատև, հատկապես երբ գիտեք, այստեղ ամուսնության հարց եւ այլն, այդ հարցերը պիտի արագ ավարտած լինեիք դուք, որովհետեւ ճիշտ է որոշակի առաջարկություններ կլինեն, բայց դրանք կարող են
կարճ տևել կամ չհասնել նպատակակետին, նույնիսկ ասենք եթե հարաբերությունը տևի 1 տարի, 2 տարի կամ նույնիսկ ամուսնությունը, հետո կարող է այդ ամենը քանդվել, այնպես որ ուշադիր եղեք։ Ահա այսպիսի իրավիճակներ են եւ ձեզանից պահանջվում է, որ կենտրոնանալ ձեր եսի վրա, ձեր անձի վրա եւ ավելի շատ ձեր կարիերայի հարցով զբաղվել։ Այսպիսի իրավիճակներ են ձեր կյանքում, սիրելի ջրհոսներ, այնպես որ ապագայում դուք դա արդեն կզգաք, որ այդպես ղեկը ձեր ձեռքում է եւ դուք պիտի գնաք առաջ, ինչ որ մեկի վրա հույս դնել, միգուցե ոմանց մոտ ստացվի, բայց ինչ վերաբերում է ամուսնությանը, ես դա որ ասեմ 100% ամեն ինչ լավ է, չեմ կարող դա ձեզ խոստանալ համենայնպես այն ինչ որ միգուցե ձեր անձնական քարտեզում մի քիչ այլ լինի պատկերը, բոլոր դեպքերում ես զգուշացնում եմ եւ այստեղ հնարավոր է որ ձեր բիզնեսում ինչ որ մի նոր սկիզբ դրվի, դա կարող է լինել հաջող, ինչու ոչ, իհարկե նաեւ ձեր չմոռանանք ձեր քարտեզի, ուրեմն մեր քարտեզում մոլորակների դասավորության մասին, բոլոր դեպքերում ինքը շատ ավելի օդի նշան է եւս եւ ձեզ համար շատ ավելի լավ կարող է լինել։ Եվ լիալուսին ուզում եմ նշել, որ այն տեղի ունենալու հունիսի 30-ին արևև լուսինը կհակադրվեն 9 աստիճանում եւ այդտեղ ջուրի նշանում Հայաստանի ժամանակով գիշեր 3:56:29 տեղի կունենա լիալուսինը, ահա ձեր նախորդող նշանն է լինելու եւ այստեղ գիտեք ինչ, այսպեսի բան կարող եմ ասել, ձեզ համար արդեն հասկանալի կլինի, եթե նրանք ովքեր ուզում են բուժվել, արդեն կիմանան, ասենք, եթե վիրահատվելու են կամ բուժումներ են ընդունելու եւ այլն, իրենց համար պարզ կլինի ինչպիսի բուժում կընդունեն, ինչ կանեն, կկարգավորեն իրենց սննդակարգը եւ այլն, իսկ ոմանց մոտ աշխատանքի հետ կապված, գիտեք, հասկանալի կլինի, ասենք նաև արտերկրի հետ կապված գնալու են, մնալու են, այսպես ասած, որտեղ են իրենց բիզնեսը կարգավորելու, ձեզ համար որոշակի բաներ հասկանալի կլինի, բայց այդ հասկանալի թեման ինքը տեղավորված կլինի անորոշության մեջ, այսինքն ինքը հասկանալի է, հասկանում եք, բայց էլի դա տեղավորված է անորոշության մեջ է հասկանալի, բայց ոչ ամբողջությամբ, կարծում եմ կարողացա բացատրել, այսինքն ամեն ինչ հասկանալի է, բայց մի քիչ էլ գնում եք առաջ, տեսնում եք, որ ամեն դեպքում ամեն ինչ չի, որ դեռևս դուք պարզաբանել եք կամ ձեզ համար պարզ է։ Այսպիսի հետաքրքիր իրավիճակ։ Եվ ինչն է հետաքրքիր, որ ես ուզում անպայման նշեմ, հունիսի 21-ին արևը կմտնի խեցգետնի նշան, այստեղ նորից ձեր առողջության հետ է կապված, ձեր գործերի հետ է կապված եւ հիմնական իրադարձությունները 20-ից հետո են լինում եւ մոլորակների այդ փոփոխությունը եւ ընդհանուր էներգիան հունիսի վերջին եւ ստացվում է հուլիսին է այդ ամենը կատարվելու եւ ձեր հակադիր նշանում լինելու է արևի ոչ լավ խավարումը, այնպես որ դուք ձեր վրա հույսը դրեք եւ մի սպասեք, որ ինչ որ մեկը ձեզ կարող է օգնել մոտակա ժամանակահատվածում, թեկուզ հունիս, հուլիս, օգոստոս, հա, ոչ մեկի վրա հույս մի դրեք, դուք ինքներդ փորձեք ամուր կանգնել հողի վրա, որտեղ դուք օդի նշան եք, փորձեք ամուր կանգնել, դա ձեզ համար շատ կարևոր է, որտեղ անընդհատ այդպես գնալ, դա ավելի հաճախ է լինում ձեզ մոտ, շատերի մոտ, ահա, այնպես որ փորձեք ամուր կանգնել, այսինքն այնպիսի մեխանիզմներ մշակել, որ ձեզ զգաք ավելի ամուր, հա, այնպես որ ձեր վրա եք հույսը դնում, սա ձեզ շատ մեծ օգնություն է այս խորհուրդը, որովհետև երբ չգիտես, կարող ես ինչ-որ մեկ հետ համագործակցել, հույսը դնել իր վրա եւ այդ ամեն ինչը հետո այդ մարդը կարող է քեզ խափանվել կամ հույս տալ, որ սա այսպես խոստանալ այսպես կլինի ու դա չլինի, այնպես որ ամեն ինչ ստուգեք ինքներդ, ամեն ինչ արեք ինքներդ։ Սա շատ կարևոր խորհուրդ է իդեպ ասցենտով առաջին հերթին, ասցենտով ջրհոսների համար եւ իհարկե նաեւ զգուշ եք լինում 20-ից մինչեւ 25-ը սիրելի ջրհոսներ, այստեղ գիտեք
ձեր աշխատավայրում, կամ դա կարող է լինել ընտանիքի անդամների հետ, բարեկամների հետ կապված, ընտանիքում, տանը, ձեր օֆիսում, հա, որոշակի խոչընդոտներ, որոշակի կարող է կոնֆլիկտ լինել, այնպես որ 20-ից 25-ը ընկած ժամանակահատվածում փորձում ենք ոչ մի հարաբերություններ չպարզել, ոչինչ չանել, այդպես հարաբերություններում, հա, ավելի լավ է այդպես ներքաշված դուք զբաղվեք ձեր գործերով, ուրեմն այդ կարգավորումներով, վերանորոգումներով, վերադասավորումներով եւ այլն, այսպիսի հարցերով զբաղվեք ու ինքներդ էլ ձեր աշխատանքի հետ կապված կամ առողջության հետ կապված փորձեք հասկանալ ինչումն է խնդիրը, եթե որոշակի առողջական խնդիր ունեք, ուրեմն անպայման չմոռանաք դիմում եք բժշկի։ Սրանք են հիմնական իրադարձությունները, այսինքն հիմնական իրադարձությունները իրենք սկսում են հունիսի 20-ից հետո այդտեղ են կուտակված էներգիան հիմնականում կուտակված է հունիսի վերջից եւ արդեն ինքը շարունակվում է հուլիս, իսկ հուլիսին արդեն ես ձեզ կներկայացնեմ բոլոր դեպքերում այն բոլոր կարևոր գործողությունները, որ ձեզ պետք է հիմա անել, ես դրա մասին ձեզ զգուշացրեցի, ուշադիր եղեք, հետևեք իմ խորհուրդներին, ես երևի թե այսքանով ուրեմն կավարտեմ, սրանք են հիմնական իրադարձությունները, փաստորեն արդյունքում Մերկուրին, Վեներան, Մարսը, բնականաբար արևը փոխում են իրենց նշանները, Մերկուրին լինում է հետընթաց, Յուպիտերը եւս փոխում է 1 տարի կտեղավորվի ձեր հանդիպակաց նշանում, գիտեք, ձեզ մոտ դուք կարող եք ունենալ առաջընթաց ձեր կարիերայում, անպայման ուշադրություն դարձրեք եւ խորհուրդ հարցրեք, շատ կարևոր է խորհուրդ վերցնել եւ ինքներդ արդեն շարժվել առաջ, դա կարևոր է, այսինքն թեկուզ կայացած մարդկանցից, հա, ովքեր ձեր ընկերների մեջ թեկուզ իրենք կարող են իրենց խորհրդով ձեզ օգնել, համագործակցություն չլինի, բայց խորհրդով օգնել, ինչ որ հարցերում դա կարող է լինել ինքներդ պիտի անեք, բայց օգնությունը դա կարևոր է դիմել, որպեսզի ձեզ օգնեն, դա շատ կարևոր է։ Իհարկե նաև չի բացառում Վեներան կմտնի ձեր հակադիր նշան, այստեղ նաև հաճելի հարաբերություններ կլինեն, հանդիպումներ կլինեն, ֆինանսական, այսպես հոսքեր լինեն, խոսակցություններ եւ այլն, այս ամենը կլինի, իսկ արդեն դա ինչպեսի ընթացք եւ ավարտ կունենա, դա արդեն ձեր անձնական քարտեզն է ցույց տալուս, ես այսքանով ավարտեմ սիրելի ջրհոսներ եւ նշեմ, որ դուք փաստորեն 6-րդ տեղից հետընթաց եք ունեցել դեպի 9-րդ տեղ, արդեն 2-րդ վեցնյակում եք, այսքանը երևի թե գրեք անպայման ձեր տպավորությունների մասին, որքանով օգտակար եղան խորհուրդները, հետևում եք արդյոք խորհուրդներին, ինձ դա հետաքրքիր է թե ոչ, եթե հետևում եք, ես ձեզ խորհուրդներ տամ, եթե չէ, ուղղակի կարող ենք սահմանափակվել միայն նրանով, որ մոլորակը որ նշան է մտնում, ինչ է նշանակում, այդքանով ընդհանուր, հա, ու այսքանով ավարտվի։ Այսպես, եթե օգտակար չեն խորհուրդները, իմաստ չունի խորհուրդներ տալ, իսկ եթե օգտակար են, ապա այդ դեպքում գրեք եւ լայքեք, այսքանը։ Մենք հանդիպենք հաջորդ ամիս առայժմ։